Իրականում վեպի մասին թե խորհելիս, թե խոսելիս, ինձ մոտ միշտ առաջին միտքը հետևյալն է. այս վեպում մեռնում են բոլորը եւ մեռնում ենք բոլորս։ Որովհետեւ հասկանում եմ, ընթերցող ամեն անգամ, երբ որ ձեռքս եմ վերցնում, երբ որ ինքը քննարկում է մահանալու, մեռնելու տարբերությունը, ծերանալու այդ տառապանքը, որովհետեւ ի վերջո սա ասես մենագրություն լինի, որ վրեժխնդիր լինի տարիքից, ծերությունից։ Եվ ամեն անգամ, այո, ես կարծում եմ բոլորս մեռնում ենք այստեղ մի քիչ, մեր մի մասը թողնում ենք այստեղ եւ ընկերը, որը որ ինչ որ չափով իր բանականության ձայնն է։ Երբ որ նույնիսկ վերջում, ասում եմ մի գնա, եթե գնա կորած ես կարծում եմ այստեղ ոչ թե մենք անուղակի խոսք է ուղակի մխրճվել կամ սպրդել է ինչ որ էջ, այլ հերոսի ընկերն էր, միակը, որ հավատարիմ էր, որովհետև այո, դժվար էր նրա հետ, այսպես ասած, հաշտ ապրելը, նրա կենսակերպը հաշվի առնելով, եւ ընկերոջ մահը այստեղ նրա թերևս առաջին ողբերգությունն էր, որովհետև այնպես ինչպես ինքն է նկարագրում, մեռնող կենդանու այդ հատվածը, ինքը պատահական չի, հենց առաջին մեռնող կենդանին ընկերն էր, այլ կերպ ասած իր բանականությունը։